Փառք Աստծուն այսօրվա համար, Փառք Աստծուն այս հնարավորության համար։ Եվ այսօրվա խոսքս վերնագրել եմ այսպես. ապավենիր Աստծուն ամբողջ սրտով։ Եկեք այսօր մտածենք, ինչն է մեզ խանգարում ապավինել Աստծուն, վստահ լինել, չկասկածել, ուժեղ լինել։ Եվ գիտեք, կարծում եմ, վախերն են մեզ խանգարում, շեղում են մեր հայացքը, երբ մենք մոռանում ենք ով է մեր Աստված, ինչեր է նա արել մեզ համար եւ ինչեր է դեռ պատրաստվում անել։ Մենք կարծես մոռանում ենք այս ամենը եւ թուլանում ենք, երբ ընկնում ենք վախերի մեջ։ Եվ գիտեք, վախով լցված մարդու ապավենը կամ հույսը դառնում են այլ բաներ, ինչ-որ երևացող բաներ։ Եվ այո, դժվարության մեջ, հիվանդության մեջ դժվար է ապավինել մեկին, ում չես տեսնում, չես կարող շոշափել։ Եվ ցավոք մենք հաճախ ընտրում ենք հենց տեսանելի եւ շոշափելի բաներ եւ դարձնում ենք այդ ամենը մեր ապավենը եւ մեր հույսը։ Եվ դա կարող են լինել ինչ-որ մարդիկ կամ ֆինանսներ։ Երբ մենք գնում ենք ինչ-որ միտեղ, օրինակ, եկեք պատկերացնենք եւ այդ ոլորտին ծանոթ ինչ-որ մարդ է լինում մեզ հետ, որքան մենք հանգիստ ենք լինում եւ խաղաղ ու վստահ ենք լինում, կամ որ ֆինանսական լավ շրջանում ենք լինում, նույնպես խաղաղ ենք լինում։ Բայց այս ամենը ոչ միայն տեսանելի եւ շոշափելի բաներ են, այլ նաեւ ժամանակավոր, որովհետեւ եթե վերցնենք այդ մարդուն կամ վերցնենք այդ ֆինանսները, որի մասին խոսացինք օրինակի մեջ, մենք կորցնենք մեր խաղաղությունը։ Եվ գիտեք, լինել Տեր Հիսուսի հետ, թեկուզ անտեսանելի եւ անշոշափելի, բայց հավիտենական վստահություն եւ խաղաղություն է գալիս։ Ես վստահ եմ, որ կարող ենք վկայել, որ հաճախ հենց տեսանելի եւ շոշափելի կերպով Աստված ցույց է տալիս իր ներկայությունը, երբ որ մենք ամբողջ հույսը դնում ենք միայն իր վրա։ Եվ անկախ իրավիճակից, անկախ նրանից, թե տեսնում ենք մենք ելքը, թե ոչ, մեր ապավենը պետք է լինի միայն Տեր Հիսուս Քրիստոսը։ Գիտեք, ապավինել Աստծուն նշանակում է չգիտեմ ոնց եւ չգիտեմ ինչ կերպ, ինչ ճանապարհներով էլ որ լինի, ինչի միջով էլ որ անցնեմ, Տեր, դու ես իմ միակ հույսը։ Եվ չլինի սա միակ խոսքեր, մեր սրտի դիրքը պետք է լինի այդպես։ Այն վստահությունը եւ խաղաղությունը ոչ թե պետք է լինեն ուղղակի բառեր, այլ մեր սրտում պետք է լինի այդ ամենը։ Ես կարող եմ աղաղակել, որ Տերն է իմ ապավենը, բայց առաջին հենց փորձության ժամանակ լցվել վախով եւ տագնապով։ Եվ գիտեք, կա նմանատիպ պատմություն Աստվածաշնչում, որտեղ Տեր Հիսուսը նավի մեջ քնած է լինում եւ աշակերտներն են այդ նավի մեջ եւ փոթորիկ է սկսվում։ Եկեք ընթերցենք այդ հատվածը, Մատթեոս 8:23-ից 26 խոսքերը։ Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով, իսկ նա քնած էր։ Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տեր, փրկիր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք վախենում, թերահավատներ»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին եւ կատարյալ խաղաղություն եղավ։ Գիտեք, այս պատմությունը շատ բան է սովորեցնում մեզ։ Սովորեցնում է վստահել Տեր Հիսուսին, չվախենալ, չկասկածել։ Մենք տեսնում ենք, որ անգամ լինելով Տեր Հիսուսի հետ լինում են փոթորիկներ։ Տեսնում ենք, որ Տերը բերում է կատարյալ խաղաղություն, բայց այս ամենի մասին շատ ենք խոսել եւ ուզում եմ այսօր մի այլ բանի վրա ուշադրություն դարձնենք։ Գիտեք, աշակերտները Տեր Հիսուսի հետ են եւ մենք էլ ենք այսօր որոշում կայացրել եւ Տեր Հիսուսի հետ ենք։ Սկսվում է փոթորիկ եւ մեր կյանքում էլ լինում են փոթորիկներ եւ դժվարություններ։
Եվ աշակերտները գնում են Տեր Հիսուսի մոտ օգնություն եւ փրկություն խնդրելու եւ մենք էլ ենք այդպես անում։ Բայց Տեր Հիսուսը արթնանում է ու ասում է թերահավատներ։ Եվ գիտեք, պատմությունը նայելով մտածում եք կարծես ամեն ինչ շատ ճիշտ է։ Եվ մենք էլ ենք այդպես անում, Տիրոջ հետ ենք եւ դժվարության մեջ դիմում ենք իրեն։ Բայց Տիրոջ պատասխանն էր թերահավատներ։ Եվ գիտեք, կարծում եմ, որ Տեր Հիսուսը խոսում էր աշակերտների սրտի մասին։ Եվ դա նորմալ է, որ փոթորկի ժամանակ կամ ինչ-որ դժվարության ժամանակ վախ առաջանում, բայց ինչ դիրք ունի մեր սիրտը։ Ամբողջովին Աստծուն ենք ապավինել, թե մեր սրտում դեռ կան կասկածներ, թե դեռ կան բաներ, որ չենք ուզում թողնել։ Երբ խնդրում ենք Աստծուց, արդյոք հավատում ենք, որ Աստված կարող է դա անել մեզ համար։ Եվ արդյոք թողում ենք, որպեսզի Տերը գործի մեր մեջ, մեր ներսում։ Եվ եկեք այսօր որոշում կայացնենք, որ փոխելու ենք մեր ներսը, որովհետև Աստծո խոսքը ասում է, որ Տերը բնակվում է մեր ներսում եւ նայում է մեր սրտին։ Եվ եթե տեսանելի մենք ցույց տանք, որ փոխվել ենք, բայց սրտում չունենանք փոփոխություն, եթե տեսանելի գանք Տիրոջ առաջ խնդրելու, բայց սրտով կասկածենք եւ չհավատանք, լսելու ենք նույն խոսքերը թերահավատներ։ Եվ եթե այսօր հոգնել ես, չես կարողանում եւ էլ ուժ չունես, նվաղում ես, ուժասպառ ես եղել, քեզ համար մի խոսք եմ ուզում կարդալ, եկեք միասին բացենք Եսայի 40, 28-ից 31 խոսքերը, կարդանք եւ կանգնենք աղոթքի։ Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, արարիչը երկրի ծայրագույն սահմանների, նա չի հոգնել եւ չի թուլացել, նրա հանճան անքննելի է, նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը, երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիները ուժասպառ կլինեն, բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն եւ չեն հոգնի, կգնան եւ չեն նվաղի։ Առաջարկում եմ կանգնենք եւ աղոթենք այն մարդկանց համար, ով դեռ չի կարող ամբողջովի ապավինի եւ ամբողջովի իր սիրտը նվիրի Աստծուն եւ ոնց որ կարդացինք, Տերը գալիս է եւ կատարյալ խաղաղություն է բերում, երբ որ մենք ամբողջ սրտով փնտրում ենք իրեն։ Եկեք աղոթենք։ Փառք ես Տեր իմ Աստված, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո սիրո համար Տեր, շնորհակալ ենք քո ամեն խոսքի համար Տեր իմ Աստված, որը որ նորոգում է մեզ Տեր, մեր սիրտը, մեր միտքը։ Քո առաջ ենք բերում Տեր իմ Աստված մեր կյանքը, մեր պայքարները Տեր, մեր դժվարությունները, մեր հոգսերը։ Ու խնդրում ենք, որ դու տիրես ամեն իրավիճակում Տեր։ Մենք ուզում ենք ամբողջովի Տեր ամեն բան հանձնենք քեզ եւ ոչինչ չպահենք մեզ Տեր։ Մենք ուզում ենք ազատվենք այն ամենից, ինչը որ դեռ չենք կարող թողնենք Տեր եւ խնդրում ենք քո զորությունը Տեր, խնդրում ենք քո օգնությունը Տեր։ Եվ խնդրում ենք, որ կատարյալ խաղաղություն բերես Տեր իմ Աստված, մեր սրտում Տեր, որպեսզի կարողանանք անցնել այն ճանապարհներով, որով գնում ենք այսօր Տեր, այն պայքարներով, այն դժվարություններով Տեր։ Ուզում ենք միայն քեզ հետ քայլենք Տեր իմ Աստված, միայն քո հետևից Տեր, քեզ ճանաչելով Տեր իմ Աստված ու քո խոսքը պահելով Տեր։ Դու ես միակ ճշմարիտ ճանապարհը Տեր եւ մենք ուզում ենք գալ միայն քո հետևից Տեր։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, ինչ ունենք Տեր, եւ քեզ ենք հանձնում մեր ճանապարհները Տեր, զորացրու եւ առաջնորդի։ Ողջ փառքը քեզ ենք տալիս Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։